Ողջույն աղջիկներս, բարի գալուստ նոր վլոգ։ Ինչպես տեսնում եք, խանութ են գնացել եկել, գնումներ են կատարել, բանջարեղեն ենք բավականին գնել, որպեսզի փակոսներ անենք։ Դե գիտեք, գազարով պերես չեմ փակել, խավիար շատ քիչ եմ փակել, կարմիր պղպեղ չեմ փակել, մի խոսքով շատ համեղություններ կա, որ դեռ չեմ հասցրել փակել եւ գնացել են գնումներ են կատարել, ընթացքում պետք է կատարենք, որպեսզի փակենք։ Գնումների հետ մեկտեղ որոշեցինք պիցցա պատրաստել, երեխաները երկար ժամանակ էր պիցցա չէին կերել, որոշեցինք առևտուր անենք, որպեսզի պիցցա էլ պատրաստենք։ Դե պիցցա պատրաստելը գիտեք, այդ գործով Աննան է զբաղված, ինքը պետք է պիցցա պատրաստի, պիցցայի մասնագետը ինքն է։ Ճիշտ է, ես էլ եմ կարողանում պատրաստել, բայց մեր հմուտ խոհարարի պատրաստած պիցցան ավելի համեղ է։ Եթե ուզում եք պատվիրել, կարող եք ասել, կասեմ անպայման ձեր մարկթխի եւ կուղարկի։ Ինչպես տեսնում եք, ինչ անհրաժեշտ է պիցցայի համար գնել ենք, այնտեղ հավ է, հավի տոշն եմ ես հիմա անհրաժեշտ, բուսայուղը, երշիկը, պանիրը։ Այստեղ Արսենիս համար ափսե եմ վերցրել, բաժակ եմ վերցրել, այս պայուսակներից եմ վերցրել, շատ հարմար է, որպեսզի գրենակային պիտույքները այդտեղ տեղավորեմ, այսինքն այնտեղ ալբոմը, մատիտա, սրիչը, մկրատը, մի խոսքով այն ամեն ինչ անհրաժեշտ է մանկապարտեզ գնացող երեխային։ Ափսեն եւ բաժակը միանման եմ վերցրել, ես չգիտեմ այնտեղ ինքը կօգտագործի թե չէ, բայց ամեն դեպքում ինձ լավ գիտեք, ես սիրում եմ ամեն ինչ այսպես յուրահատուկ լինի, այսպես սիրուն որպես տղա երեխու համար ընտրել եմ գեղեցիկ ափսե եւ բաժակ։ Մագնիտից եմ իհարկե երկուսն էլ վերցրել։ Այստեղ արդեն ինչպես տեսնում եք, փակոցի համար սոխա, բուսայուղը, կրիշկայա, սոդայա, բայց դե սոդան կապ չունի փակոցի հետ, հանկարծ չմտածեք սոդա եմ ավելացնում։ Աղջիկներս գիտեմ, ձեզ շատ հետաքրքիր է նաև գները, արդյոք թանկ են թե էժան, բնականաբար չեմ ասի էժան է, բայց այտենց թանկ էլ չի, որ ասեմ շատ թանկ է։ Հիմա շատ նորմալ գներ են, բայց չեն ֆիքսե գներ աղջիկեք ջան, մոտավոր կարող եմ ասել ամբողջական ինչքան գումար ենք ծախսել այս բոլոր գնումների համար, բայց որ հենց այսպես գներն ասեմ ինչ արժեր, այդպես չեմ հիշում։ Տոմատի մարծուկ ենք վերցրել, որպեսզի գազարով պերես պատրաստենք, լոլիկ կարելի ասել շատ քիչ է ճարվում, դրա համար գազարով պերեսը պետք է պատրաստեմ առանց լոլիկ, ուղղակի մենակ տոմատի մածուկ եմ ավելացնելու։ Եթե լոլիկ լիներ մի 2-3 կիլոգրամ, ավելին դիրք լիներ։ Կարակ ենք վերցրել, այդպես աղջիկներս, այն ամենը ինչ անհրաժեշտ է պիցցայի համար, առավոտյան չայ խմելու համար, մեր տան անդամները կարելի ասել բոլորն էլ կարակով չայ են խմում, ալյուր ենք վերցրել ամենակարևորը 5 կիլո, բնականաբար 5 կիլոյով պիցցա չենք պատրաստելու, բայց այն փոքր ալուրները չկար են սիրուն կարմիր ուպակովկաներով, որ սիրուն աղջիկեք էին նկարված, այդ իսկ պատճառով այսպես մեծն եմ վերցրել, այստեղ ինչպես տեսնում եք կեչուպ է, մայոնեզ է, սիրնի սոուս, որի համար կարելի ասել գժվում են մեր երեխեքը, հատկապես հոթդոգ այսպես որ սարքում ենք, շատ համեղ են ուտում։ Իդեպ Պերիկիս հետ ամեն օր հոթդոգ եմ ուղարկում դպրոց, մենակ չի ուտում, իր դասընկերների հետ է կիսվում, ինքը այդ ձև բնավորություն ունի, չի սիրում մենակ ուտի, միշտ կիսվում է, եթե դպրոցում էլ ծնունդ է լինում, ինչ-որ առիթ է լինում, իրան հյուրասիրում են, ինքը բնականաբար տուն է բերում, որպեսզի տան երեխաների հետ կիսվի։ Բարի առավոտ աղջիկներս, վլոգը դեռ շարունակվում է, առավոտ շուտ, մեր մոտ ժամը 7:30 է, Էրիկին ճանապարհել եմ դպրոց եւ գազարով պերես ենք պատրաստում։ Աղջիկներս եկել են պղպեղ վերցնելու, պետքա կարմիր բաշարի տանենք, մի խոսքով ճակատը սկսվել է, փակոց ենք անում, հիմա գազարով պերեսն ենք փակում ինչպես տեսակ, տարբեր գույների վերցնեմ, որ ավելի գույնես գույն սիրուն լինի։ Քանի հատ
Մի քանի հատ էլ կծու պղպեղ վերցնեմ։ Սա հավաքել եմ, որպեսզի համով լինի մեր բերեցը։ Գնացինք։ Դա տաք ջրով, լավ հոսով ջրի տակ լվանում ենք։ Հեռացնում ենք թթվասերները։ Որպեսզի ինչպես որ գազարն ենք կտրել, նույնիսկ կտրենք պղպեղը։ Լավ լվանում ենք աղջիկը։ Քանի որ փակոց ենք անում, պետք է ամեն ինչ տեղը տեղի լինի։ Սիրունա չէ կարմիր գույնը, շատ սիրունա հլներ։ Մի անգամից տրամադրություն է բարձրացնում։ Ես կարմիր գույնի սիրահար եմ աղջիկը։ Սաղ գույները մի կողմ, կարմիրը մյուս կողմ։ Շատ եմ սիրում կարմիր գույնը։ Անպայման ստուգում ենք այս հատվածները, հանկարծ փչացած լինի։ Դուք ինչ եք փակում, ինչեր եք փակել, ինչ փակել եք ուրախությունով լինի, խաղաղ տարի լինի, խաղաղ սմեղ լինի, անուշ ծայլեք։ Իս թվում ասքան պղպեղը քիչ է այդքան գազարին, կկտրեմ, կտեսնեմ, եթե քիչ եղավ, նորից կբերեմ։ Մոտավորապես, գազարը 7 կիլո է, մոտավորապես 3-4 կիլո պղպեղը բավական է։ Թթուել եմ ուզում դնեմ այսօր, լոլիկը հավաքել եմ, կատարով, բազուկով, կաղամբով, ուզում եմ թթու դնեմ, աղջիկեք ջան, կամ մարինատ կանեմ, կամ ուղղակի թթու կդնեմ, տեսնենք։ Շաբաթ կիրակի ականների կստումնա դասի չի, տնայիններ տենց չկա, ամեն վերջացնեմ, որ հանգիստ կարմիր պղպեղը պետք է կապակենք, մարինատ անենք, փակոց ենք անելու ամբողջ 2 օրը։
կիլոն կանաչ պղպեղի գալիս է կիլոգրամը 400 գրամ, այստեղ 100 ռուբլի է, իսկ կարմիրը 120, ձեր մոտ ինչ հարց է, մի հատ գրեք տեսնեմ, քանք ենք առել թեժան, այս տարի գրեթե ամբողջը հողամասից փակեցինք, շատ քիչ բանջարեղեն ենք առել։ Աղջիկեք ջան, մի արդեն 10-20 րոպե գազարը տապակվում է, ավելացնում ենք պղպեղը, գույնավոր, նայեք ինչ սիրուն է, տեղին կարմիր կանաչ, դուք ստեղ տեսեք, վայ մամա ջան, վայ չուտողին, վայ ուտողին, կացու եմ անելու աղջիկներս, պղպեղն է բերեմ կտրատեմ լսնեմ, որպեսի կամ էլ աղամ, ուզում է աղամ մոռացա սոխի հետ աղամ, կծու, սա կծուն կտրատեմ բերեմ, քանի չեմ ուշացել։ Այստեղ սոխ աղացի աղջիկեքս բլենդերում ենք, որպեսզի ավելի համով լինի։ Կծու պղպեղն էլ ես աննան արագ կտրատնում անել, որպեսզի չուշանա էլի կանաչ պղպեղի հետ։ Ահա։ Հիմա լավ տապակում ենք։ Մի կիլիանոց տոմատը ջրով բացում ենք։ Աղջիկներս գազարը եւ պղպեղը արդեն լավ զգացվում է, որ եփել է, հեռացնում ենք բուսայուղից եւ նույն բուսայուղի մեջ տապակում ենք սոխը։ Թողում ենք սոխը լավ տշտժա կարմրի եւ ավելացնում ենք տոմատի մածուկը։ Ավելացնում ենք աղը, այնտեղ շաքարավազը եւ մաղադանոսը։ Եվ ամենավերջում ավելացնում ենք արդեն մեր գազարը եւ պղպեղը։ Լավ, եփվում է, արդեն տեսնում ենք պատրաստ է, ամեն ինչ տեղը տեղին է եւ արդեն սկսում ենք փակել։ Դե ինչ աղջիկներս անպայման կպատրաստեք, շատ ընտիր է ստացվում, շատ համեղ է, ամենակարևորը ստացվում։ Կփորձեմ մոտավոր կիլոգրամները ձեզ ասեմ, ինչից ինչքան եմ վերցրել։ 7 կիլոգրամ գազար էր, 2 բանկա կիլոգրամ տոմատի մածուկ էր, 3-4 կիլոգրամ պղպեղ էր, հա, բիբար, այնտեղ 2 ճաշի գդալ աղ, 3 ճաշի գդալ շաքարավազ, դե արդեն այդ համերը դուք կտեսնեք շատ քաղցր եւ շատ այսպես թթու չլինի,
դուք եք ընտրում համը, այդպես կարևոր չի պարտադիր 2 ճաշիկ դալ աղ ավելացնեք կամ շաքարավազ։ Ես ավելացել եմ 3 ճաշիկ դալ շաքարավազ, 2 ճաշիկ դալ աղ ու շատ ընտիր է ստացվել։ 1 կապ մաղադանոց եւ 1 լիտր բուսայուղ։ Բուսայուղը ամենաառաջնայինն է, պարտադիր։ Եվ մոտավորապես 2 կիլոգրամ սոխ, աղջիկեք ջան։ Շատ ընտիր է ստացվում, անպայման կփակեք եւ կհամոզվեք։ Մոռացա նշեմ նաև 5 հատիկ այսպես դարբնու տերև ենք ավելացնում, փակելու ընթացքում կհեռացնենք, որպեսզի բանկաների մեջ այսպես չերևա, հա, բանկաները ավելի այսպես գեղեցիկ լինեն։ Կթողնենք լավ իր հետ կեպվի, իսկ փակելու ընթացքում արդեն դարբնու տերևները կհեռացնենք։ Ես հեռացնում եմ, եթե ցանկանաք, կարող եք չհեռացնել, ցանկությունը ձերն է, ըստ ցանկության։ Արդեն պատրաստ է, ինչպես տեսակ, հիմա այս համեղությունը տեղափոխում ենք մեր տոմատի մածուկի մեջ եւ չեք մոռանում անպայման խառնել, քանի որ գիտեք տոմատը կպնող հատկություն ունի, պետք է անընդհատ խառնեք, որպեսզի չկպնի։ Եվ արդեն տեսնում եք պատրաստ է, բոլոր բաղադրիչները եփված են, փակում եք։ Աղջիկներս, մեր համեղությունը արդեն պատրաստ է, մի հատ նայեք։ Հիմա արդեն փակում ենք, բոլոր բաղադրիչները լավ եփվել են։ Ահա եւ վերջ աղջիկներս, մեր համեղությունը արդեն պատրաստ է, պատրաստեք սիրով, համ տեսեք, շատ ընտիր է ստացվում, ինչպես տեսնում եք, ու ամենակարևորը շատ համեղ։ Աղջիկեք ջան, կոֆե ենք խմում, ընդմիջում ենք վերցնում։ Կասարով բերեց սարքելուց մատիս այս անկյունը կորցրեցի։ Հիմա պղպեղ ենք ժարի տանելու։